Ես ողջունում եմ գործարարիքին միացած մեր բոլոր լսողներին եւ դիտողներին, հիշեցնում, որ մեզ լսում եք 106 եւ 5 հաճախականությամբ, կարող եք նաեւ դիտել մեր մուլտիմեդիա հարթակներում։ Մենք թարմ ուղեղով զրույցն ենք այս պահին սկսում, տաղավարում երկու հյուր ունեմ, Սահակ Անուշ Պողոսյանը, Հայ Մայրեր բարեգործական հասարակական կազմակերպության PR եւ ֆոնդ հայթայթման պատասխանատուն եւ Արմանը Հայրապետյան, Հայ Քույիս նախաձեռնության համահիմնադիրը, բարի օր։ Բարի օր։ Ուրախ եմ ձեզ տեսնել մեր տաղավարում, կարևոր եւ հետաքրքիր թեմա ենք այսօր քննարկելու։ Թեմա նախաձեռնության մասին ենք խոսելու, որը կարծում եմ շատ կարևոր է, բայց մինչ այդ Հայ Մայրերի մասին առհասարակ ինչ նախապատմություն կա հիմքում, ինչպես է այն ստեղծվել, ինչ է կարողացել անել ստեղծման օրից մինչ այս պահը, փորձենք այդ մանրամասները այսպես վերհանել, հասկանալ, թե ինչ է կատարում, հետո արդեն առանձին ծրագրերի մասին խոսենք։ Շատ լավ, շնորհակալություն նախ հյուրընկալման համար։ Հայ Մայրեր բարեգործական հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2012 թվականին, հիմնադիր Նարինե Մանուկյանի երկրորդ երեխայի ծնունդով, այսպես հիմնադրվեց կազմակերպությունը, երբ երեխան ծնվեց մանկական ուղեղային կաթված ախտորոշումով եւ Նարինեն բավականին ունենալով հնարավորություններ տարբեր երկրներում երեխային տանելու վերականգնողական բուժման եւ հասկանալով, որ իրականում Հայաստանում բավականին թանկ է եւ բուժումը բավականին թանկ է եւ շատ քչերը կարողանում են իրենց երեխաներին պարբերաբար շարունակական վերականգնողական բուժում տրամադրել, որովհետեւ մանկական ուղեղային կաթվածն այն ախտորոշումներից է, երբ երեխային անընդհատ պետք է իր կյանքի ընթացքում անընդհատ պետք է ուղեկցի վերականգնողական բուժումը։ Ստաբիլ ինչ-որ պրոցես։ Այո, շարունակական պրոցես է մինչև մահ, այսպես ասած, մինչև կյանքի ամբողջ ընթացքին պետք է ուղեկցի, հակառակ դեպքում երեխաները կունենան լուրջ հետընթացներ, ցավեր, տարբեր դեֆորմացիաներ, վատթարացում, այսինքն հիվանդության եւ Նարինեն հասկանալով, որ շփվելով ծնողների հետ, ովքեր ունեն մանկական ուղեղային կաթվածով երեխաներ, հասկացել է, որ իր աջակցությունը հենց այստեղ շատ մեծ է եւ լինելով բավականին իր տեսակով լիդեր, փորձել է համախմբել ու ուշ տալ ծնողներին, որ երեխայի ախտորոշումով կյանքը ոչ թե ավարտվում է, այլ պայքարը սկսվում է եւ յուրաքանչյուր մայր կարող է իզորու է պայքարելու։ Իսկ շատ են դեպքերը Հայաստանում։ Ցավոք, այո, այս պահին մենք ունենք ավելի քան 700 երեխա, տարեկան սպասարկում ենք 700 երեխա, վերջին տարիներին ավելի է թիվը մեծանում, որովհետեւ կախված COVID-ի հետևանքների հետ, կապված մի շարք այսպես լարվածության հետ, թեև ախտորոշումը անմիջականորեն չի կապված դրա հետ, բայց կողմնակի ազդեցություններ ունենում են եւ բավականին շատ է։ Եվ այսպես Նարինեն նախաձեռնել է Հայ Մայրեր բարեգործական հասարակական կազմակերպությունը եւ տարեց տարի ավելի ընդլայնելով իր ռեսուրսները, փորձել է հիմնարար ոնց որ արմատների վրա դնել եւ այս տարիների ընթացքում շատ արդեն ինստիտուցիոնալ տարբերակով է փորձում լուծել երեխաների խնդիրները։ Մենք ունենք այս պահին երկու վերականգնողական կենտրոն Երևանում, Երազի տուն մանկական վերականգնողական կենտրոններն են, որտեղ երեխաները ստանում են անվճար վերականգնողական բուժում։ Եվ բացի այդ մենք երեխաների ծնողներին տրամադրում ենք անվճար մասնագիտություններ, սա շատ կարևոր էլի ինստիտուցիոնալ եւ համակարգային լուծում է պարունակում, որովհետեւ ծնողները երեխայի ախտորոշումից հետո դառնում են այսպես կցորդներ եւ բավականին դժվար է նորից կյանք վերադառնալ եւ սովորելով շատ հեշտ մատնահարդարում, վարսահարդարում, այսինքն այն մասնագիտությունները, որոնք հնարավոր են երեխայի խնամքին զուգահեռ աշխատել, այդպես սովորում են առաջնային գույք ենք տալիս ու աշխատում են բավականին լուրջ եւ շատ ուրախալի
արդյունքներ ունենք։ Բացի այդ, տալիս ենք նաև երեխաներին վերականգնողական գույք, որը նույնպես շատ կարևոր է, երբ որ երեխան ստանում է վերականգնողական բուժում երազի տանը։ Դրանից հետո տանը էլի թերապիստների ցուցումով որոշակի վարժություններ են անում, մարզասարքեր ենք տալիս, հատուկ գույք ենք տալիս, որպեսզի երեխան հարմարավետ նստի, այս առումով նույնպես թե վերականգնողական ոնց որ ընթացքն է տանը շարունակում, եւ թե ծնողի համար մի փոքր ավելի հարմարավետ է լինում, որովհետեւ հնարավոր է հարմար երեխային նստացնել իր հատուկ աթոռին, տալ ինչ որ զբաղվելու բաներ, որ կարողանան իրենց բանն անել։ Առօրյան կազմակերպեն այսպես։ Այն նշեցիք, որ այդ ամբողջը անվճար եք իրականացնում, միանշանակ եթե դուք անվճար եք իրականացնում, պիտի բայց ամեն դեպքում մասնագետներին գոնե վարձատրել, մյուս հարցերը վճարովի են, ամեն ինչ անվճար անել հնարավոր չէ։ Այդ գումարը որտեղից է գոյանում, որովհետև միշտ մարդկանց դա է հետաքրքրում, ովքեր են թաքնված այս ամենի հետևում, հիմա ովքեր են ձեր թիկունքում աջակցողները, արդյոք հանրությունն է, թե կան կազմակերպություններ, որոնք այդ հարցով միշտ ձեր կողքին են։ Իհարկե, այս ամենի թիկունքում կանգնած է Նարինեն Մանուկյան եւ իր հզոր ընկերական թիմը, բարերարների թիմը, մենք մեծ բարերարների ընտանիք ունենք, երբ որ կազմակերպությունը նոր սկսվել է, 1, 2, 3 հոգի, այսպես օգնել են Նարինեին, բայց այսօր ի ուրախություն մեզ ունենք հարյուրավոր անհատներ, ովքեր մշտապես մեր կողքին են եւ գիտակցելով այս կարևոր գործը, որ երեխաները գիտեք, երբ որ ասում ենք անվճար վերականգնողական բուժում եւ երբեմն մարդկանց թվում է, որ հայրը կա ընտանիքում, մայրը կա ընտանիքում, իսկ ինչու ընտանիքը չի աշխատում, հա, մեր ընտանիքները ինչու են իրենք անապահով։ Իրականում մեր ծնողների ի ուրախություն մեզ նաեւ կարող եմ ասել, որ ծնողներն աշխատում են, ու հիմնականում հայրը, որովհետեւ մոր աշխատանքը շատ դժվար է հաշմանդամություն ունեցող երեխայի հետ հայաստանյան պայմաններում, անհամեմատ է, որովհետեւ որևէ աջակցություն չկա, հա, մայրիկի համար, որ մի քանի ժամով միտեղ թողնի ու կարողանա գնալ աշխատել։ Այս դեպքում, երբ որ հայրը աշխատում է, դուք պատկերացրեք սովորական ընտանիք, հայաստանյան պայմաններում աշխատում են ու ամեն ամիս պետք է երեխայի բուժման վճար տան։ Բավականին թանկ է ու անհավանական, անկեղծ ասած։ Եվ մենք նաև օգնում ենք այն ընտանիքներին, ովքեր այո, աշխատում են, հայրը աշխատում է, բայց իրենց հանապազորյա, ասենք, հացը, բացի հաշմանդամություն ունեցող երեխուց, այդ ընտանիքները նաև ունեն այլ երեխաներ։ Ի ուրախություն էլի մեզ, որովհետև դա էլ է բավական դժվար համարձակություն ունենալ երկրորդ, երրորդ երեխա ունենալ հաշմանդամություն ունեցող երեխայի հետ։ Հետևաբար, այդ որպեսի ընտանիքն էլ իր բնականon ոնց որ կյանքով փորձի ապրել, հա, շատ չլինի, որտեղ պետական աջակցությունը շատ քիչ է, տարեկան ընդամենը 2 անգամ երեխաները հնարավորություն ունեն պետպատվերով ծառայություն ստանալու, իսկ 12 ամիս 2 անգամ, այսինքն 10 ամիս այդ երեխաները մնում են առանց վերականգնողական բուժման։ Այդ լուրջ խնդիր է։ Եվ ովքեր են կանգնած մեր այսպես ասած հիմքում, առանց որոնց իրականում հնարավոր չէր որևէ բան անել։ Նախ մեր խորհրդի անդամներին շնորհակալություն ասեմ, պատվավոր խորհրդի անդամներին Նազանին Հովհաննիսյան, Սոֆին Մխեյան, Սոնան Ռուբենյան, ովքեր մշտապես մեր միջոցառումներին, մշտապես մեր կողքին կանգնում են, ինչը մեծ աջակցություն է մեզ համար։ Ունենք կազմակերպություններ, ովքեր տարիներ շարունակ մեր կողքին են։ Ernst & Young-ն է, Ineco Bank-ն է, AGBU կազմակերպությունն է, մենք հասարակական կազմակերպությունն է, Սիրքոչարն է, մարդիկ են, անհատներ են, կազմակերպություններ են, ովքեր այսպես մշտապես մեր կողքին, այո, իրականում սրտացավ եւ գիտեք, իրանց համար էլ է բնականաբար դժվար հայաստանյան պայմաններում, մենք էլ յուրաքանչյուրս հասկանում ենք բիզնեսի համար էլ ինչքան դժվար է։ Հազարավոր վայրիվերումներ կան ու խնդիրներ կան, որոնք պետք է հաղթահարել, բայց մարդիկ պատրաստակամություն են միշտ հայտնում իրենց ունեցածի մի փոքր կտորնել հատկացնել երեխաների վերականգնողական բուժմանը։ Մենք փոքր-ինչ ավելի այսպես խորացված զրուցենք, ինչ դա ուզում եմ խոսքը ձեզ փոխանցել Արման ջան, քանի որ հայ մայրերի մասին խոսեցինք, ինչպես է ստեղծվել, հայ քույզը ինչպես է ստեղծվել։ Դուք էլ ձեր մազով պատմեք, հետո հասկանանք թե ճանապարհները ինչպես խաչվեցին։ Շատ լավ։ Ես ինքս լինելով ինտելեկտուալ խաղերի մեծ սիրահար եւ մանկուց խաղալով ինտելեկտուալ խաղեր, նաև մանկուց էլի կազմակերպում են ինտելեկտուալ խաղեր, շատ քչերը երևի կհիշեն կամ ավագ սերնդի ներկայացուցիչներ, որ այն ժամանակ կար
Ասկային ժամ հաղորդում ռուսական ալիքով դե Պոլեչուձեսը այդ հրաշքների աշխարհը եւ այլ հաղորդումներ, որոնք քիչ թե շատ ինտելեկտուալ էին եւ նաեւ իհարկե ինչ որտեղ է դասական խաղը, որը որ հանդիսանում է երևի այդ բոլոր խաղերից լավագույնը եւ ես սիրում եմ այդ բոլոր խաղերը դիտել ու նաեւ փոքր տարիքում փորձում էի կազմակերպել։ Երևի 9-10 տարեկան է, երբ մեր շենքում ու բակում կազմակերպեցի այդ հրաշքների դաշտ Պոլեչուձես խաղը, սարքեցի այդ բառաբանը, որը պետք է պատել շրջվող տարերը եւ այլն, իհարկե մեծ եղբորս օգնության եւ բակում կազմակերպեցի ու շատ հավես անցավ ու հասկացա, որ ինձ դուր է գալիս ոչ միայն խաղալ, այլ նաեւ կազմակերպել։ Այո։ Եվ տարիներ առաջ ես կազմակերպում էի մրցաշարեր, բայց ժամանակի սրության պատճառով դադարել էի կազմակերպելը ու վերջերս մասնակցելով լոֆտում իրականացվող մրցաշարերից մեկին, որը իրականացնում է Վեմինտել կազմակերպությունը, որը որ հիմնադրել է Կարլեն Հակոբյանը, ես այն առաջարկեցի, որ միասին սկսենք մեկ այլ նախաձեռնություն, որը կլինի ոչ միայն կոնկրետ Երևանի կամ Հայաստանի տարածքով ու միայն ինչ որտեղ երբի կազմակերպում, այլ կլինի բազմատեսակ ինտելեկտուալ խաղերի կազմակերպում։ Եվ միասին արդեն 3 ամիս է իրականացնում ենք շատ մեծ մրցաշար, որը կազմակերպվում է Էլիտ Պլազայում, որտեղ եւ մեր բարեգործական խաղն է լինելու, եւ հենց նախաձեռնության հիմնադրման փուլում, երբ մենք մտածում ենք մեր քաղաքականությունը, թե ինչ պետք է անենք, այդ խաղերը ինչ տեսակի պետք է լինեն, մեր փիլիսոփայությունը ինչ պետք է լինի, միասին ոնց որ հասկացանք, որ նույն ուղղությամբ ենք նայում եւ մտածում ենք, որ պետք է լինի հայկական ինչ որ թեմաներով հարցեր, պետք է լինի բարեգործական ուղղվածություն, որովհետեւ երկուսից մոտ էլ այդ սոցիալական պատասխանատվության ֆակտորը շատ մեծ է։ Եվ հասկացանք, որ պետք է այդ մեր խաղերից բացի մեծ մրցաշարը, որ կազմակերպելու ենք, պետք է ունենանք նաև բարեգործական խաղեր եւ ընտրենք որոշակի ուղղություններ, այդ ուղղություններով անպայման խաղերը կազմակերպենք։ Ու ընտրեցինք տարբեր ուղղություններ միասին, ոնց որ այդ ուղղություններից մեկը դա մանկական, դա քաղցկեղն է ընդհանրապես, ոչ միայն մանկական, ցավոք, որը շատ մեծ խնդիր է, մյուսը դա պատերազմը եւ դրա հետևանքներն են, այսինքն պատերազմից օրինակ վերադարձած տղաներով ուսման կարիք ունեն, չէ, այս դեպքում ուսման կարիք ունեն, 4090 բարեգործական կազմակերպության հետ այդ մասով համագործակցում ենք եւ իրենք փոխհատուցում են ուսման վարձը եւ իրենց համար արդեն մեկ խաղ կազմակերպել ենք, որի հասույթը փոխանցվել է իրենց եւ դա ապահովել է 2 տղայի 2 ուսանողի ուսման վարձի փոխհատուցման։ Եվ այդպես ընտրեցինք ուղղություններ ու քանի որ ես շատ լավ գիտեի հայ մայր կազմակերպությունը, շատ լավ ճանաչում էի Նարինեին շատ վաղուց ու գիտեի թե ինչերի միջով է ինքը անցել ու ինչպես այդ մեջ ուժ գտել այդ ամեն ինչը հաղթահարելու եւ նաեւ օգնելու մյուսներին հաղթահարել, ես իրենց դիմեցի, ասացի, որ մենք sense բան ենք կազմակերպում եւ պետք է ունենանք տարեկան մոտավոր 10 բարեգործական խաղ եւ մեկը ուզում ենք անել ձեզ հետ, ձեզ համար ու արդեն շահերը համընկան։ Այո, մենք միանշանակ բաց համաձայնվեցինք։ Մենք իրականում բազմաթիվ միջոցառումներ ենք տարվա ընթացքում իրականացնում, բնականաբար եւ սա մեր ինտելեկտուալ առաջին միջոցառումն է եւ կարծում եմ ոչ վերջին։ Ես վստահ եմ։ Կազմակերպչական աշխատանքներից կուզեմ պատմեք, ինչպես է լինելու օրակարգը, ինչպես առհասարակ կուլիսներում ինչ աշխատանքներ են տարվել, նման միջոցառումների կազմակերպման բարդությունները որտեղ են թաքնված, ինչ կա պատմելու, որ լսարանին միշտ հետաքրքրում է, մեզ կներկայացնեք։ Իրականում կուլիսային բաներից Արմանը հարցերի եւ այլ կազմակերպչական առումով կասի, ես ուզում եմ ուղղակի ասել, որ երբ որ կա նպատակ եւ այդ նպատակին գիտես, որ դու այս նպատակը իրականացնելուց հետո, այս գումարը հայթայթելուց հետո դու կնայես 10, 25, 3 ծնողի աչքերին ու կասես, որ քո երեխան այս ամիս պիտի ստանա անվճար վերականգնողական բուժում, ուղղակի ես ամեն անգամ հիմա էլի եմ փշաքաղվում, աննկարագրելի է, որովհետև իսկապես ծնողների համար անգամ մի թերապիան կենսական նշանակություն ունի։ Երբ որ մենք ասում ենք շարունակական թերապիա է ստանում, երբեմն մարդկանց թվում է, դե հա, միշտ պիտի ինքը ստանա։ Այո, ինքը միշտ պիտի ստանա, ու շնորհակալ եմ նաև մեր ծնողներին, որովհետև իսկապես իրենք մեծ պատրաստակամությամբ, բավականին դժվար է, տաքսիներով, չգիտեմ, երեխային գրկած, շատ ծանր պայմաններով հասնում են,
կենտրոն ու այդ ամեն մի թերապիան իրենց համար շատ թանկ է։ Դրա համար կազմակերպչական առումով, այո, իրականում կյանքի գնով, կազմակերպչական առումով են, որ բարդությունները դնում ես մի կողմ ու մտածում ես, որ այս հաղթահարելուց հետո դու պիտի այսքան աչքերի մեջ նայես ու ասես ձեր համար լավ բան է սպասվում։ Դրա համար ինձ համար բոլոր բարդությունները հաղթահարելի են դառնում։ Ձեր մասով Արմեն ջան։ Նախ երբ մենք այս ամեն ինչը սկսեցինք, էլի ոնց որ միասին նույն ուղղությամբ նայելով որոշեցինք, որ դա պետք է լինի շատ բարձր մակարդակով կազմակերպված եւ մի քանի բաներ, որոնք թերություններ, որոնք որ մենք տեսնում էինք ու կամ գիտենք, որ կարան լինեն, պետք է ի սկզբանե վերասած լինենք եւ շատ տարբեր թիմեր կամ կազմակերպություններ կամ որ կազմակերպում են ինտելեկտուալ խաղեր կամ այլ միջոցառումներ, մենք որոշեցինք, որ դա պետք է անենք եթե օրինակ ինչ որտեղ երբ է, ապա գիտակների ասոցիացիայի հետ համագործակցությամբ, որովհետեւ այդ անունը օգտագործելու հերինակային իրավունքի հարց կա ու նաեւ հարցերի խմբագրման, հարցերի պատասխանների ստուգման հետ կապված եւ իրենց դիմեցին գիտակների ասոցիացիան մեզ ընդառաջ գնաց եւ համաձայնեցին մեր հետ համագործակցել եւ հիմա իրենք հանդիսանում են նաեւ մեր ժյուրին, այսինքն թե ինչ որ հարցեր են լինում, որտեղ թիմը մտածում է, որ ճիշտ է պատասխանել եւ մենք համարում ենք պատասխանը սխալ, մենք ուղարկում ենք ժյուրիին եւ ժյուրին արդեն որոշում է ճիշտ է թե սխալ։ Մնացած բոլոր առումներով, օրինակ տոմսերը, մենք տոմսերի գնումը կազմակերպեցինք ինչպես այլ միջոցառումների ժամանակ, երբ որ համեր գնալուց առաջ ատում ես տոմսը կամ ներկայացման գնալուց առաջ, մենք event hub-ում տեղադրեցինք տոմսերը, այդ հարթակն օգտագործեցինք, որպեսզի մարդիկ մտնեն եւ նախորդ տոմս գնեն եւ ձևավորենք մշակույթ, որ սա միջոցառում է, որին պետք է նախորդ պատրաստվել, տոմսը գնել, թիմը հավաքել եւ միասին գնալ։ Ու այդ բոլոր կազմակերպչական բաները իհարկե դժվար է իրականացնել, բայց երբ կա նպատակ, գտնում ես ուղիները։ Մեր խաղերի դեպքում մեծ մսաշարը, ինչպես նշեցի, ամսական 3 խաղ ենք ունենում եւ ամեն խաղի համար պատրաստում ենք օրեր։ Սկսած հյուրասիրությունից, վերջացած խաղերի հարցերի պատրաստմամբ, դուրս գրելով, պատրաստելով, գտնելով, խմբագրելով, հետո կարդալով, հետո այդ հաշվարկն անելով, պատասխանները հավաքելով, դա մեծ process է եւ տվյալ դեպքում, քանի որ բարեգործական խաղեր, մենք ուղղակի մեր գործընկերոջ հայմայեր բարեգործական կազմակերպության հետ քննարկեցինք, թե որ մասը մենք թողենք մեզ վրա եւ որ մասն են իրենք ուզում անել իրենց մյուս գործընկերների հետ։ Տվյալ դեպքում օրինակ հյուրասիրության մասը իրենք են կազմակերպում, բայց հարցերի խմբագրումը եւ մնացածը իհարկե մենք ենք անելու։ Իսկ թիմեր կազմելու մասով ովքեր կարող են մասնակցել, արդյոք բաց է բոլորի համար եւ մոտավոր ինչ քանակությամբ եք պատկերացնում, որ օրինակ 5 թիմ կարող է մասնակցել եւ վերջ կամ 10 թիմ կարող է մասնակցել եւ վերջ։ Արդյոք այդ մասով սահմանափակումներ ունեք։ Քանի որ խաղը կազմակերպվելու Elite Plaza-ի կանաչ սրահում, այնտեղ մինչև 30 թիմ կարող ենք ընդունել։ Իրականում հիմա մեր մրցաշարին գալիս են 25-ից 30 թիմ միջինում եւ այդքան թիմ կարող է գալ։ Ամեն թիմում մինչև 6 մասնակից կարող է լինել, բայց եթե թիմը ցանկանում է 2, 3, 5, 4 հոգով մասնակցել, անգամ եթե մարդ ուզում է գալ եւ միայնակ խաղալ որպես թիմ, մենք դեմ չենք։ Բայց ոչ ավել քան 6 հոգի։ Ստանդարտներից դուրս եք մոտենում։ Չէ, ուղղակի կթիմավորենք, այսպես ասած։ Հա, այսինքն բազմաթիվ մարդիկ կան, որ ուղղակի ասում են մենք 2 հոգով ենք գալիս, 2 միանում են, համ ծանոթանում են, համ թիմ են կազմում, համ խաղում են։ Քանի որ նպատակը այսպես հաղթանակը չի, հա, կամ թիմերը իրար մեջ այդպես շատ լարված խաղ չի, այսինքն մրցաշարից մի քիչ դուրս ենք, հա, բարեգործական ասա։ Դրա համար ոնց որ հնարավորություն ենք տալիս բոլորին իրենց մասնակցությունն ունենալու թե որպես խաղի մասնակցություն, հա, իրենք վստահաբար հաճույք են ստանալու, որովհետև շատ հետաքրքիր է խաղը։ Ես բախտ ունեցել եմ մեկ անգամ որպես դիտորդ լինելու, եւ թե իրենք իրենց բարեգործությունն են անելու, այդ առումով են իրենք վստահաբար շատ բավարարված գալու։ Դրա համար ցանկացած անձ, ով ուզում է մասնակցել, event hub-ում ձեռք է բերում տոմսը, եւ եթե մենակ է մասնակցում, գալիս է մենք տեղում իրեն թիմավորում ենք։ Այնպես դժվար է 1 հոգով ոնց որ 6 հոգու դեմ, հա, ի վերջո խաղը նաև մտքերի փոխանակում է իրենից ենթադրում, այսպես տրամաբանություն, այո, թիմային աշխատանք է, հետեւաբար որևէ անհանգստություն չկա, մենք տեղում թիմերը ձևավորում ենք եւ սկսում են խաղը։ Նաև ունենք կորպորատիվ փաթեթների տարբերակ, երբ որ կազմակերպությունը իր աշխատակիցներով կազմում է թիմ եւ ներկայանում է, այս դեպքում եւ
որպես team building-ի լավ տարբերակ ենք առաջարկում, շատ հետաքրքիր է եւ ժամանցի լավ տարբերակ է եւ բարեգործության լավ տարբերակ է, այսինքն եւ այնտեղ ունենք իրենց շապիկներով են ներկանում բրենդային, չգիտեմ, կեպիներով, այսինքն իրենց տարբերանշաննել են որպես այսպես գովազդի տարբերակ օգտագործում եւ իհարկե իրենք հաճույք են ստանում։ Նախատեսել ենք երաժշտական դաթար, Թամարա Արաքսն է ելույթ ունենալու, շատ հետաքրքիր ենք նախատեսել, լինելու է նվերների փաթեթներ ենք ունենալու, այս պահին ունենք բարի ընկերությունը, որ միացել է իր թիմով եւ մասնակցելու են եւ նվիրատվություն են անելու, հետեւաբար ես վստահաբար խոստանում եմ, որ հետաքրքիր երեկո է լինելու, հարցերի մասով Արմանը։ Ես միայն մի բան ավելացնեմ, ես այդ մասով կպատմեմ, մի բան միայն ավելացնեմ, որ շատ դեպքերում մարդիկ մտածում են, որ ինչ-որ փորձ պետք է ունենանք, որպեսզի գնանք եւ խաղանք, այ շատ դժվար է, հարցերն այնպես են ընտրված, որ անգամ սիրողական մակարդակի խաղացողները մարդիկ, ովքեր առաջին փորձը պետք է լինի, կարող են գալ եւ խաղալ, որովհետեւ ընդհանուր գիտելիքների վրա հիմնված հարցեր են եւ մենք կոչ ենք անում, որ գան կազմակերպությունով, ընկերներով, ընտանիքով, ամուսիններով եւ իրանց եւ գան իրար դեմ խաղան կամ իրար հետ խաղան, որովհետեւ սա սպորտային տարբերակն է եւ թիմերը խաղում են ոչ թե հեռուստադիտողի եւ հարց տվողների դեմ, այլ իրար դեմ։ Իսկն հարցը կարդում ենք, տալիս ենք 1 րոպե մտածելու համար, 1 րոպեից հետո բոլոր 20, 15, 30 թիմերը պետք է պատասխանները հանձնեն եւ վերջում հաշվում ենք, թե ով է ավելի շատ ճիշտ պատասխաններ տվել։ Ու ես ինչի նշեցի, որ միայնակ կամ 2 հոգով է կարելի խաղալ, իհարկե կարելի գալ միանալ այլ թիմի, բայց եթե մարդ ուզում է որպես իրեն պատկերացնում է այդքան հզոր, որ թիմի դեմ կարող է խաղալ։ Այո, իր ուժերը փորձել, էլի այդ տարբերակն էլ չենք բացառի։ Չնայած իհարկե ցանկալի է, որ թիմերով լինեն, որովհետև սա ամեն դեպքում թիմային խաղ է, ու սա թիմային եւ մտածելակերպի, team building-ի շատ լավ հնարավորություն է, եւ սահականուչի ասացին ուղղակի ավելացնեմ, որ կոչ ենք անում կազմակերպություններին կապ հաստատել հայր մայրերի հետ այս ընթացքում, մինչեւ ապրիլի 8-ը ժամանակ կա, եւ եթե ցանկանում են միանալ որպես գործընկեր աջակից, իրենց թիմի համար շատ լավ հնարավորություն կլինի team building-ի եւ իրենց համար շատ լավ հնարավորություն կլինի բարեգործություն անելու։ Իսկ նաեւ հետաքրքիր է, արդյոք հայ հանրությունը իսկապես հետաքրքրված է ինտելեկտուալ խաղերով, եթե փորձենք համեմատել սրանից մոտ 10 տարի առաջ ինչպես էր եւ արդյոք երիտասարդությունը նոր կերպ ու նոր ձևով է վերաբերում այս ամենին։ Ասեմ, որ ի ուրախություն մեզ հետաքրքրված է եւ մենք նպատակ ունենք այդ հետաքրքրությունն ավելի մեծացնելու։ Մենք տեսնում ենք այդ պոտենցիալը ու շատ դեպքերում շատերին ուղղակի պետք է գալ առաջին անգամը խաղալ եւ դրանից հետո արդեն իրենք սկսում են պարբերաբար գալ։ Այսինքն շատերը մտածում են դե դժվար է, բա ոչ ստացվի մեր մոտ պատասխանել, բա որ սխալ պատասխանենք խայտարակ լինենք։ Իրական խայտարակ լինելու բան չկա, իրական սկզբի մի քանի հարցից հետո արդեն դու ընկնում ես այդ հունի մեջ ու ռիթմի մեջ եւ սկսում ես պատասխանել ու երբ սահականուց եկել էր մեր խաղին որպեսի անգամ պարտվելու դեպքում է գիտես այդ ակնհայտ չի հա այդ ընթացքը ես խաղացել եմ դպրոցական տարիքում գիտեմ որ շատ հետաքրքիր է անցնում այդ ամբողջ ընթացքը հետո գիտեք անընդհատ վերլուծում ես ասում ես ես էսի պատասխանեցի ես այս հարցին սենց պատասխան ճիշտ է բան այս տրամաբանություն երբ որ դու արդեն այդ տրամաբանությունը ոնց որ մի փոքր հասկանում ես արդեն շատ հեշտ է լինում գիտեք մենք որ ասում ենք ինտելեկտուալ խաղ միշտ այս բարձրաստիճան բաներ ենք, չէ, որ ինտելեկտուալ խաղ, չէ, յուրաքանչյուր մարդը կարող է անկեղծ ասած, ես շատ մարդկանց գիտեմ, որ իրենք համալսարան, ինստիտուտ եւ այլն չեն ավարտել, բայց իրենք այնքան հիմնավոր ու այնքան ճիշտ կարող եմ ասել գիտելիքներ ունեն, որ եւ կարող են համադրել, կարող են ճիշտ օգտագործել։ Ճիշտ կարող են sense բաներով, չգիտեմ, իսկապես շատ հեշտ կարող են մասնակցել ու շատ լավ կարող են լրացնել այն իրենց թիմակիցներին, ովքեր համալսարան են ավարտել։ Այսինքն մեկը մեկով, հա, կարող են փակել ու թիմային շատ լավ հավես բան ստացնել։ Որ ասում են թիմում պիտի լինեն եւ իգական սերի ներկայացուցիչներ եւ արական սերի, որովհետեւ երկու կողմից մտածելակերպը տարբեր է։ Այո, եթե թույլ կտաք մի բան ավելացնեմ, ուղղակի քանի որ մենք նպատակ ունենք այս ամեն ինչն ավելի ընդլայնել, նկատի ունեմ ոչ միայն բարեգործական խաղերը, այլ նաեւ
ինտելեկտուալ խաղերի նկատմամբ հետաքրքրվածությունը ու քանի որ ձեր ալիքը լսում են նաև գործարարներ, կոչ եմ անում, որ իրենք դիմեն մեզ ոչ միայն բարեգործական խաղերի շրջանակում, այլ նաև համագործակցության համար, որովհետև մենք ուզում ենք ընդլայնել եւ մրցաշարեր կազմակերպել մարզերում, տարբեր տեսակի խաղեր անցկացնել, ոչ միայն ինչ որտեղ երբ, այլ օրինակ վիկտորինաներ, քուիզեր, տարբեր տեսակի խաղեր, օրինակ բվիկ ընթերցանության մրցույթի շրջանակում մենք կազմակերպեցինք վիկտորինա այդ մրցույթի եզրափակիչ անցած երեխաների համար։ Իսկ այդ մրցույթի շրջանակներում մի փոքր հատված վերցրեցինք եւ մենք կազմակերպեցինք մեր վիկտորինան։ Ու պատրաստ ենք նմանատիպ տարբեր ինտելեկտուալ խաղեր կազմակերպել, դրա համար հատկացնել ժամանակ ունենք մեծ թիմ, ունենք շատ կրեատիվ թիմ, բայց ոնց որ դրա համար մեզ պետք է նաև գործընկերներ, ովքեր կօգնեն, որ դա ավելի ընդլայնենք ու ավելի մեծ թվով մասնակիցներ լինեն ու ոչ միայն տարիքով մեծահասակ մարդիկ, այլ նաև երեխաներ, որովհետև պետք է փոքրուց այդ հետաքրքրվածությունը զարգացնել։ Շատ լավ, ասականության այն մասով բարեգործությունների մասով ես ասացի, որ մենք դեռ կանդրադառնանք, հիմա կարծում եմ այդ պահն է, այ բարեգործությունների մասին երբ խոսում ենք, պիտի նաև հաշվի առնենք Հայաստանում սոցիալական իրավիճակը, մարդկանց հնարավորությունները, վայրիվերումները, որոնք այ օրինակ բիզնեսների դեպքում ինչ չի որ հնարավոր է լինում կանխատեսումներ անել, հատկացումներ ամեն անգամ անել։ Ոնց է հայ հանրությունը վերաբերվում բարեգործությանը առհասարակ, որքանով է պատրաստ ոչ թե այն իրեն պետք չէ կող գումար տրամադրել, այլ իր անհրաժեշտ գումարի մի մասը տրամադրել այս ծրագրերին ու ոնց այդ տեմպերը առաջ գնում։ Անկեղծ ասած ես համոզված եմ, որ չկա մարդ, ում պետք չեկած գումար կա, ում կյանքում կարող է լինել պետք չեկած գումար, հա, յուրաքանչյուրի մարդ կապ չունի սոցիալապես որ խավին է պատկանում, միևնույն է գումարը պետք է բոլորին, ինչքան էլ հարուստ լինեն, բայց այդ ձեր ասացի նման պետքական գումարից մի փոքրիկ պատառիկ տրամադրել երեխաներին, ովքեր շատ ավելի շատ ունեն դրա կարիքը։ Բավականին դժվար է ինչ առումով ձեր ասած վայրիվերումները այսպես ոչ կայուն վիճակը հայաստանյան շուկայի, թե քաղաքական դաշտի, հա, ամեն ինչ ազդում է, ամեն ինչ փոխկապակցված է, բայց ի ուրախություն մեզ տարիների թափանցիկության, տարիների վստահության եւ տարիների մեծ աշխատանքի շնորհիվ ունենք շատ կայուն բարերարների թիմ եւ իհարկե մենք էլ իրենց կողքին ենք ցանկացած պարագայում, որովհետեւ պետք է միշտ փոխադարձ լինի, ինչ առումով ենք կողքին, այսինքն եթե ես օրինակ տեսնում եմ այս կազմակերպությունը ունի բարձր սոցիալական պատասխանատվություն, բնականաբար ես դառնում եմ այդ բանկի հաճախորդ, հա։ Ես չնշեցի ID բանկին, բայց պարբերաբար ID բանկի հետ էլ ենք անում ծրագրեր, երբ որ ես տեսնում եմ այս մարդիկ իրենց այդ գումարից մի հատ էլ ունեն հնարավորություն բարեգործություն անելու, ես միանշանակ թե ես, թե իմ ընկերներին կոչ եմ անում օգտվել տվյալ ծառայություններից։ Ասեմ, որ այստեղ միակ ու կարևոր պայմանը թափանցիկությունն է եւ վստահությունը կազմակերպության։ Երբ որ Հայաստանը շատ փոքր է եւ ամեն ինչ շատ արագ իմացվում է, երբ որ մի թեթև սայթակում լինում է ցանկացած կազմակերպության դեպքում, վստահաբար դա ազդում է իր ամբողջ գործունեության վրա։ Փառք ասում ենք այս պահին դեռ չունենք, այո, եւ շատ ավելի ազդեցիկ են լինում։ Դրա համար փառք ասում ենք այս պահին աշխատել ենք շատ թափանցիկ եւ շարունակում ենք աշխատել ի շնորհիվ Նարինե Մանուկյանի եւ այս վստահության շնորհիվ ունենք բարերարներ, ովքեր մշտապես մեր կողքին են եւ ունենք նաեւ բարերարներ, ովքեր բարբերաբար միանում են։ Եվ այս տարի բայց շատ դժվար է այդ ամուր հիմքի վրա դնելը, որովհետև ինչպես դուք ասացիք, թերապիստները վճարվում են, որևէ մեկը այսպես բարեգործական, որովհետև ունեն իրենց ընտանիքները եւ պետք է կարողանան, այո, հավերժ անվճար աշխատել։ Այո, դրա համար շատ դժվար է երկու վերականգնողական կենտրոն պահելը, այսպես ասած, իր կոմունալ ծախսերով, իր ամեն ինչով, եւ մենք պետք է ունենանք հաջորդ տարվա բյուջեն, որպեսզի չլինի մի օր այս ամիս աշխատեցինք, վերջացրեցինք, մյուս ամիս դուք աշխատանք չունեք։ Դա լուրջ չի, այսպես ասած։ Դրա համար մենք այս տարի գործարկեցինք Հայ մայրեր.am կայքը, որը մեզ մեծ հնարավորություն է տալիս
հաստատուն բարերարների մշտական բարերարների աջակցություն ունենալուն, ինչպես Հայ մայրեր կետեյեմով իրենք կարող են դառնալ, ցանկացած մարդ կարող է դառնալ ամսական բարերար, նշել են տեղ ամսական բարերար եմ ես ու 1000 դրամ, 5000 դրամ, 2000 դրամ ցանկացած չափի գումար ամեն ամիս նվիրաբերել։ Դա մեզ հնարավորություն է տալիս հստակ իմանալու, հա, մյուս ամիս, օրինակ այս ամիս ունենք այսքան գումար, մյուս ամիս ինչքան գումար ունենք։ Դա մեր կյանքում մեծ բան է փոխում, նոր ենք դեռ հիմքերը դրել, կայքը կար իհարկե, բայց այս հնարավորությունը նոր ենք գործարկել եւ լիահույս եմ, որ շատերը միանալու են այս տարբերակով։ Այսինքն ուզում եմ ասեմ, այստեղ ոչ թե գումարի չափն է կարևոր, այլ ստաբիլությունը։ Այո, այլ ստաբիլությունը եւ պատրաստակամությունը օգնելու, այնպես որ ցանկացած մարդ վստահաբար կարող է իր աշխատավարձից 1000 դրամ տրամադրել, իսկ 1000 դա դառնում է բավականին մեծ գումար ու երեխաները կարողանում են ստանալ վերականգնողական։ Կաթիլ է ամեն ինչ։ Այո, իհարկե։ Ու մի կարևոր բան կա, այս ամենը միայն գումարի մասին չի, այսինքն միայն գումարով չի կարող ես օգնել կամ բարի գործ անել։ Օրինակ, ինչպես մենք միացանք, ես որպես անհատ բազմիցս տարբեր ծրագրերի նվիրատվություններ անում եմ կամ փոխանցումներ անում եմ, լինի դա ինչ-որ երեխայի բուժման համար կամ փողոցային կենդանիների բուժման կամ կացարանի կամ այլ կարիքի համար կամ տեսնում եմ ինչ-որ լավ ծրագիր կա կրթական կամ այլ բան, դա համար ֆինանսական ինչ-որ գումար փոխանցում եմ։ Փորձը ցույց է տալիս, որ հիմնականում են մեծ գումարի, ենթադրենք 10 միլիոն դրամի առյուծի բաժինը փոքր գումարներով է 1000, 2000, 5000 դրամներով։ Եվ բացի այդ կարող ես նաև այլ ձևով աջակցել, ինչպես օրինակ մենք առաջարկեցինք, որ մենք կազմակերպենք իրենց համար խաղ։ Կարող այլ կազմակերպություն գալ եւ ասել շատ լավ, մենք չենք կարող ձեզ գումար փոխանցել, բայց մենք պատրաստ ենք թիմերից մեկին տալ 6 մրցանակ։ Մենք պատրաստ ենք կազմակերպել հյուրասիրությունը կամ ուզում ենք մեր կողմից բոլորին նվիրել զեղչի քարտեր, այսինքն կամ կազմակերպչական հարցերում օգնել, որպես կամավոր գալ եւ օգնել պատասխանները հավաքել, այսինքն եթե մարդ ցանկանում է ինչ-որ բարեգործական բանի մասնակցել, ուզում է ինչ-որ բարի գործ անել, դրա համար բազմաթիվ նպատակներ կան, միայն գումարի շուրջ չի։ Շատ լավ, ես շնորհակալ եմ ձեզ զրույցի համար, մեր եթերաժամանակը ավարտին է մոտեցել արդեն, հուսանք, որ թե բարեգործական այս մթնոլորտը ավելի ակտիվ կլինի Հայաստանում, թե ինտելեկտուալ խաղերը ավելի կարևոր դեր կունենան եւ հանրությունը ավելի գիտակից կլինի։ Իսկ մեզ լսողներին եւ դիտողներին հիշեցնեմ, որ Թարմ ուղեղով զրույցն էիք լսում Գործարալիք եթերում, մեր տաղավարում էին Սահականուշ Պողոսյանը, Հայ մայրեր բարեգործական ՀԿ-ի PR եւ ֆոնդ հայթայթման պատասխանատուն եւ Արման Հայրապետյանը Հայքուից նախաձեռնության համահիմնադիրը, իսկ ձեզ համար Մոնիկա Մամյանն էր աշխատում, կհանդիպենք հաջողություն։